շենքից մեկում նա նաև դիմել էր ձեզ։ Ինչ տեսանյութեր։ Տեսանյութերը հրապարակում, որում ուժեղ Հայաստան թեզն է ծախում Նիկոլ Փաշինյանն, ասում է ուժեղ այս արեք, այն արեք, ինչ-որ բաներ գրեք։ Եթե մենք ուժեղ ենք ոչ թե ասելու, մենք ուժեղ ենք արած գործերը հակառակականությանը ժողովրդի տալու ոլորտային։ Օրինակ այսօր ասել է ծաղրելու նման, հա, բան ծաղրել, ներքնային վերաբերում, որ քարակիսը կողմիկ ասել թե եկենք անի այսպիսի գրառում։ Տղազան, դու լուր մարդ ես, ամուսնացած ես։ Ոչ, Մենք ես երկում ապրում ենք, այսօր մեկ ոտքի առաջ այնքան խնդիրներ են ծառացած, որ ցանկացած մարդու համար տեսնելով, որ մարդ ընտանիք ունի, երեխա ունի, ծնողներ ունի, այս պարտված, խայտառակված, խեղճացած վիճակում ժողովուրդը պարկի տակ, վարկերի տակ 2,450,000 վարկառում է, որովհետև այս թանկությունը ամենաթանկությունը այսօր Հայաստանը ասենք թե Վրաստանից էլ մյուս տեղից էլ ավելացել։ Ետքերը պետք է դրա մասին մտածել, ցավը, դա հիմի Սազականը Ծառուկյանը ինչ որ մանրուք հետե բաներ լուրջ հարցեր ունեք, դրեք պատասխանը։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ներողություն Նիկոլ Փաշինյանը երեք ուղիղ հայտարարեց, ասաց, որ եթե սահմանադրական մեծամասն չկազմեն, ապա պատերազմ լինելու ավելին հստակ ժամկետ նշեց սեպտեմբերին, ասաց աղետալի պատերազմ լինելու։ Ինչպես Ուրեմն ձեր հարցին պատասխանեմ, իրական, բնական, հասկանալի, տեսանելի։ Այսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում, պատերազմը խաղաղությունը, դա ոչ թե ձևական, խոսքով, տեսական, որ ասենք ամբողջ բարձունքների վրա ադրբեջանցիներ նստած թելադրանքով, այս պետք է տակ, այս պետք է կատարեք, մեր զորքերը կչանան, մեր զենք մենք չառնենք, իրենք ուժեղանան, այդտեղ խաղաղություն չկա։ Դա թելադրանք է, իսկ ես ասեմ այսօր, եթե հնարավորություն տրվի, որ մենք որոշել լինենք, որ այդ բոլոր նախադրյալները կա, անմիջապես դա խաղաղությունը պետք է լինի երաշխավորած 3, 4, 5 հզոր ազդեցիկ պետությունների հետ որպես դաշնակից հաստատում կստորագրենք եւ ճանճը չի դզա այդ տարածքով, որը կլինի երաշխավորության խաղաղություն։ Այսօր մենք փոքր պետություն լինելով կարիք ունենք հզոր դաշնակիցներ ունենալու, մասսայական հաստատում ստորագրելու, հիմնավորելու, որ ոչ մեկը ռիսկանի տարածքով դաժե ճանճ շրջի։ Ես մեկը պատասխանում ու վերջ։ Ուրեմն ես ասել եմ հիմնականում այսօր որ բոլոր իմանան հանրությունն էլ դուք էլ, որ այդ հարցը չտակ։ Մեր վարչապետի տեխնազոն ոչ հներից է, ոչ նորերից է։ Դա ապագայի վարչապետ է, մեր երկրին այսօր պետք է գայի վարչապետ։ Ինչ ասեմ ես իմ ասածին դերեմ, հիներից չի լինելու, նորերից չի լինելու։ Հենց գա ժամանակը ըստ կարգի ամենից էլ կասենք, այսօր մեզ պետք է ապագայի վարչապետ։ Շնորհակալություն։ Պարոն Ծառուկյան, Փաշինյանն ասում է կներեք, եթե իրենք չլինեն, պատերազմ է լինելու, սա արդյոք սպորտան է ժողովրդին։ Աննա ջան, ես արդեն տվել եմ, չեմ ուզում կրկնեմ։ Բայց կլինի որ երկրորդ անգամ կրկնեմ։ Մենք ուշացել ենք։ Բացառություն անենք հրապարակի համար, պարոն Ծառուկյան։ Հրապարակի համար անեմ, նորից հարցը տվեք։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե մենք սահմանադրական մեծամասնություն չկազմենք այս ընտրություններին, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Սա արդյոք սպառնում են ժողովրդին, շանտաժի են ենթարկվում, եւ սա աշխատի արդյունքում։ Ուրեմն մեկ անգամ պատասխանել, մեկ անգամ ես պատասխանեմ, որ իրական, բնական, ինչ որ պետք է իրականում կա։ Այսօր ոչ մի քաղաքականուց պատերազմ չի ուզում, բայց չուզենալով հանդերձ պետք է քայլեր կատարեն, երբ որ այդ հնարավորությունը տրվի, որ այսօր բոլոր նախադրյալները կան, որ պետք է պայմանավորվեն հզոր 3, 4, 5 պետությունների հետ, դա համար պետք է կապ, ծանոթություն, հարաբերություն, որ լինի երաշխավորած խաղաղություն, որ ասենք մեր տարածքերով ճանճել չասնի։ Այսօր ի՞նչն է երաշխավորած, կարաս ինձ ասես։ Ամբողջ բարձունքների վրա ադրբեջանցիներ նստած, մեր հողերի մեջ նստած, թելադրելով Սևանը մերն է, 300,000 մարդ պետք է գա բնակվի, պետք է ադրբեջանական դպրոցներ լինեն, սա թե մեր գերիներ ասեն, մեր գեներալներն ու նախագահները, այնտեղ սա խաղաղություն, հա։ Չի կարելի, չէ, բոլորն հասկանում են, խաղաղությունը պետք է լինի երաշխավորած, մենք փոքր պետություն ենք, պետք է ձեռք բերենք, ասենք ոչ թե ձեռք բերենք, կան, կապ, ծանոթություն, որ պետք է մի 3, 4 հզոր պետությունները դաշնակից երբ որ հնարավորությունը ունենամ, ամենից էլ կանեմ, կստորագրենք, որ Հայաստանով ճիտ չի կարա։ Դուք ինչպես եք մասնակցելու ընտրություններին, վարչապետի տեխնացիների անուններն ասեք, պարոն Ծառուկյան։ Էդ էլ պատասխանեմ, այո։ Այսօր ես ասում եմ, ամենակարևորը հանրությունն էլ, ընտրողներն էլ դուք էլ իմանաք, որ իմ տեխնացուն հիներից չի լինելու։
Եվ այսօր ներկանիրից ովքեր կարազը չի լինելու։ Մեր այսօր երկին հարաժեշտ է, ապագայի վարչապետ։ Մեր դրսից չեն եկել, բայց չեն աշխատել ապագայի վարչապետ, որը պետք է ծառայությունը դժվարությունը բոլորս հետ միասին, որ այսօր առաջարկ Հայաստանի հազարավոր մարդիկ, տարբեր ոլորտի, որ նրանք ոչ դեպուտատ են ուզում, ոչ տեղ են ուզում, ոչ պաշտոն, այլ իրենք այդ բանիմաց խելացի մարդիկ հիմա օրորի հայտարարում են։ Դուք կտեսնեք, որ բոլորն էլ ուզում են կարողանան միասնական, որ մեր ժողովուրդը այս վիճակից դուրս գա։ Այդ հայտը ներկայացնում միանգամից կալանավորում են եւ այս այդպիսի բան, լսեցի, ես Ծառուկյանն եմ, եղբայր։ Ես խոսում եմ ռալ իրական, բնական։ Դուք մտավախություն չունեք, որ ձեզ նորից կկալանավորեն ընտրություններից առաջ եւ այսօր ձեր կարծիք ուզում ենք հասկանալ նաեւ լսել, կան արդյոք ձեզ համար քաղբանտարկել են, ստուգել են, ինչ որ ես ոչ մի բանից ես չեմ, մարդը եթե ինքը մաքուր է, վստահ է, իր սկզբունքի գործը, ինչից պետք է վախենա։ Բոլոր ժամանակավոր բնական կան քաղբանտարկյալներ Ում հետ կհամակում հետ համագործակցել։ Perfect dance.